Ողջույն հարգելի գյումրեցիներ, անի թաղամասի հարազատ բնակիչներ, որովհետև սա իմ նախկին թաղն է, նաև պարոն Սիմոնյանը նշեց, որ ճշմարտ փորձեր են անում մեր համակիրների նկատմամբ, շատերը չեն ցանկանում հրապարակային Երևան, դրանով չի սահմանափակվում ՔՊ-ն։ Նա սկսել է նաև քարոզչական դաշտում շատ էժան, շատ կեղտոտ քարոզություն իրականացնել բանի դեմ։ Facebook-ներում, տարբեր սոցիալական հարթակներում այնքան գումար են ծախսել իրենք Մայր Հայաստանի դեմ հակաքարոզություն անելու համար, որ կարող էին այդ գումարով մի հատ փողոց այստեղ ասֆալտապատել անի թաղամասում, սա քանդված է, մի հատ խաղահրապարակ ստեղծեին, բայց չէ, իրենք այդ գումարները ներդրել են Մայր Հայաստանի եւ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ քարոզություն անելու մեջ։ Ես ցանկանում եմ նշել նաև մեկ հետաքրքիր փաստ, մենք ինֆորմացիաներ ենք ստանում բնականաբար տարբեր տեղերից եւ նման ինֆորմացիա է եկել, որ եթե հաջողվի ՔՊ-ին այս ընտրություններում մոլորեցնել գյումրեցիներին եւ ինչ-ինչ զարթուղի ճանապարհներով հայտնվել քաղաքապետի աթոռին, նրանք պատրաստվում են բարձրացնել գույքահարկը տարբեր տեղերում, տարբեր չափերի, ասենք անի թաղամասում այն չափով, բայց էականորեն բարձրացնել, կենտրոնում էլ ավելի բարձր։ Սա իրենց գործելավոճն է, մենք ստուգում ենք այս տեղեկատվությունը, որքանով է համապատասխանում իրականությանը, բայց ես ասեմ, որ իրենցից հավատալի է, ամեն ինչ հավատալի է, որովհետև Երևանի ավականու ընտրությունների ժամանակ ՔՊ-ն Տիգրան Ավելյանը այսպես անմեղ դեմքով ասում էին ասեք կանեք, չէին խոսում տրանսպորտի թանկացման մասին, գույքահարկի թանկացման մասին, կարմիր գծերի թանկացման մասին, բայց հենց եկան իշխանության դրեցին 13 անգամ կարմիր գծերը թանկացրեցին, 100%-ով ուզում էին թանկացնել տրանսպորտը, բայց մի քիչ ավելի քիչ ստացվեց Մայր Հայաստանի ավականու շնորհիվ։ Մի խոսքով իրենցից հավատալի է, որ իրենք կան իշխանության, գույքահարկներ կթանկացնեն, տրանսպորտներ կթանկացնեն, ինչ հնարավոր է կթանկացնեն, ու կասեն ժողովուրդ ճամփա, պետք է թանկացնենք, որ գործ անենք, բայց գործ անելն է բնականաբար չի ստացվում այդ մարդկանց մոտ գործ անել։ 5 էլեկտրոավտոբուս են ստացել մի քանի տարի է, բայց չի շահագործվում Գյումրիում, վարչարարական խնդիրների պատճառով։ Այսինքն իրենք ավտոբուսը կա չեն կարողանում շահագործել, խոսում են աշխատանքից։ Իրենք ամեն ինչ թանկացնելու են ու դա պարգևավճար են բաժանելու իրենց ՔՊ-ական շրջանակների միջև։ Ժողովուրդ ջան, լավ կշռադատեք ընտրության գնալուց մարտի 30-ին։ Գնացեք ընտրության ՔՊ-ին մերժելու օրակարգով։ Այդ օրակարգի հիմնական սպասարկող ուժերից մեկը դա Մայր Հայաստանն է, Մայր Հայաստան դաշինքն է, Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Ողջունենք։ Շնորհակալություն։ Ճիշտ ընտրություն։ Կարեն Սիմոնյան։ Ճիշտ ընտրություն։ Հարգելի քաղաքացիներ, մի բան էլ ավելացնեմ ու սկսենք երթը։ Գյումրի քաղաքից շատ օձիվներ ենք ստանում, որ ձեր հավատները բազմաշերտ են, և տարիքային առումով, և սեռի առումով, և դա ոգևորում է մեզ, որովհետև լայն շերտեր են սատարում մեզ, ուրախ եմ դրա համար և սկսենք մեր երթը։